ձայնն է։ Վստահության լավագույն եւ հարազատ ցայնը։ Արև ցես հարկելի ունգընտիներ, վանացանի եթերով եւ թիմադեդի էջով ցեզի հետ ենք ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեք ուշ գիշերին դադարեցավ երկու ամսվան գալանավորման։ Պաստապան Հովանես Խուդոյան հայտնեց, որ Սրբազանը երկու ամիսով գալանավորել է բացի, դժտված է նաև հաղորդակցություններու սահմանափակումներ։ Պաստապանը նշեց, որ որոշումին թեմ պիտի փողոքեն։ Կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք այս որոշումը աբորինի կնկատեն։ Միայն մեկը ասեմ, որբեսի կորձի հանգամանքներուն չանդրադառնամ։ Այն հայտ աբորինի թադական գազմով եւ Մասիս Մելքոնյան արքիլյալի գարքավիճակով թադավոր էր։ Խուդոյան նաև նշեց, որ այսօր հստակ կդառնա, թե քրեական որ հիմնարկը Քերակույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ ուղղվի։ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն կարտահայտե Բագրատ arczepiskopos Կալստանյանի եւ իր համախոհներուն հանդեպ իրավաբար մարմիններու ցերնարգած գործողություններուն եւ անոնց վերակրվող ցաներ մեղադրանքներուն համար։ Իրավական գործընթացի հանդեպ վստահություն քաղաքական ակնհայտ նկատառումներով զանազան հրաբարակությունների միջոցով կփորձեն ուղղել իրավաբար մարմինները։ Թադաբարդելի է նաև հիշյալ գործընթացը եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու եւ Սուրբ Էջմիածինի անունը շահարկելու թիդավորությունը, որ ամբողջովին կդեղավորվի իշխանություններու նախաձեռնած հակաեկեղեցական արշավի քաղաքական շահարկումներու, այլ առաջնորդվել Հայաստանի Սահմանադրության եւ օրենքներու բանջներով հարկելով անմեղության կանխարգավարգածի սկզբունքը։ Հայաստանի իշխանություններու որոշումով երկու ամսվան գալանավորման որոշում դրված նաև Արցախի ազգային ժողովի պատգամավոր եւ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Քալստյանի։ Երեք անորդ առաջադրված են ահաբեկչություն, գողարգելով իր հանցավոր վարկագիծը, շեղելով հանդրությունը հայոց pedagogical սպառնալիքներեն, ցկտելով խուսափիլ ազգային դավաճանության պատասխանատվութենեն, Նիկոլ Փաշինյան բացահայտ ահաբեկչություն իրականացնե հայ ժողովրդի հանդեպ։ Կշարունակվին բռնադիրության կանոններով մարդոց աբորինի ցերպակալությունները, օրվան գլխավոր խնդիրը Հայաստանի վերջնական բռնադիրացումը կանխելն է, այս մարդոց հերացումը պատասխանատվության ենթարկելը, երկրի եւ հայության արժանապատվության վերականգնումը։ Այդպես ալ պիտի ելա շուտով եզրակացուց Հայաստան խմբակցության հայտարարությունը։ Գնահանդրե Էջմիածինի կաթողիկոսության գահակալ վեապար հայրաբեդին Կարեկին երկրորդ ամենան հայոց կաթողիկոսին հասցեակրված բարսավանքները գտիրախավորեն թե Հայաստանից արաքելական եկեղեցին եւ թե մեր հավատացյալ ժողովրդին խիղճը մատմական սրբությունները, ինչ որ խորաբես կվիրավորե մեր եկեղեցու աշխարհասփյուր զավակները, որոնք մգրդվեցին վարչապետին։ Այս առումով պատրիարքական աթոռը հարմար դատած է գա ցկտյալ վիճակը ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի մեջ եւս հարաճացած է բացասական մթնոլորտ եւ դժգոհության հոսանք։ Անհրաժեշտ նկատվեցավ այս հայտարարությամբ անդրադառնալ դեղի եւ անդեղի մեջ, այլև Սփյուռքի լայն ճշնամիներու մեջ։
մեր գեցվածքը գմիդի պաշտպանել Հայաստանից արաքելական եկեղեցվոթերը եւ անոր թարավոր հոգեվոր արժեքները։ Մեր աղոթքը եւ սրդի մաղթանքն է, որ այս հարցակումները եւ ստեղծված լարված մթնոլորտը որքան կարելի է շուտ թատրի եւ անդադությունը վերահաստատվի։ Այդ բարակային միայն ոչ թե միայն պատրիարքության, այլ աշխարհասփյուր ամբողջ հայության սրդի դռները կբացվին հարկանքով եւ սիրով դիմավորելու վարչապետը։ Պատրիարքություն Կոնստանտինոպոլ Սոհայոց աննախընթաց չափերով ասած են հետաբնտումները, սեպագալությունները եւ բռնաճնշումները քաղաքական գործիչներու կորզարարներով անօրինությունները եւ սախողությունները։ Իշխող վարչախումբը փորձելով կանխել իր իսկ վարած քաղաքականության հետևանքով օրե-օր աճող հանրային դժգոհությունը շարունակապար գիրարգե գեղձ եւ մտածածին մեղալցանքներ քաղաքացիները ապօրինապար ազդազրկելու եւ լրացնելու նպատակով։ Վարչախումբը որտեղած է բացահայտ ահաբեկչական գործելավոճ իր թավջանական էությունը բահելու համար։ Եվ աջակցությունը հայակվե ազգային քաղաքացիական միավորումը գտադաբարդե Հայաստանի մեջ բռնադիրական համագարկ հաստատելու այս վտանգավոր փորձերը կբահանջի անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված բոլոր անձերը, դադարեցնել քաղաքական հետաբնտումները, իսկ իրավաբան գամագարքին գոչ կուղե կորձել միայն օրենքի եւ օրենքները։ Հոհիտա Արևմտյան Եվրոպայի գետրոնական կոմիտեն հայտարարությամբ իր անվերաբահ զորակցությունը հայտնած է Հոհիտա հայրենի կառույցին։ Հայտարարության մեջ ասված է. Հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Եվրոպայի, Ֆրանսա, Նեդերլանդներ եւ քննչական հասանություններով, որոնք սակայն ունին մեկ հասարակ հայտարար, հոգեբանական ճնշում եւ քաղաքական հետաբնտում։ Այսպես կոչված իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտնաբես կշարունակեն ընդդիմության նկատմամբ խոլ եւ թշնամական իրենց գադաղի ադելությունը արտահայտել։ Պատահական չէ անշուշտ, որ այս ապօրինի արշավը իբրև թե գծուկատիպի վարչապետի աթորը սպառեցնող անձին Թուրքիա իշխանություններուն ողորմելի եւ այս բահվածքը դադարեցնելի է ըստ ամենայնի։ Անիգա առաջին հերթին ժողովրդավարության ոտնահարում է եւ խոսքի ազատության բռնի զսպանագում։ Շինզու մեղադրանքներու կողին դակ իրականացվող քաղաքական այս հալածանքը սակայն ոչ մեկ ձևով կրնա խափանել հեղինակազրկված, բարդված, ասկաթավ եւ հայրենաթավ վարչախումբը հեռացնելու մեր ժողովրդին կամքը։ Ընդհանրական նմանօրինակ սին փորձեր առավել կխթանեն մեզ եւ փորձեն գասեցնել մեզ։ Մեր անվերաբահ զորակցությունը գայտնենք Հոհիտա Հայաստանի մեր կառույցին եւ անխդիր մեր բոլոր ընկերներուն եւ իրավաբահ մարմիններեն կբահանջենք անմիջապես գասեցնել քաղաքական այս հալածանքը։ Հոհիտա Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտե։ Հարկելի ունգընտիներ, բանացանի եթերով եւ թիմադրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան օրերը։ Ցեզի հետեին ցանի աղոթավար Նատալին։ Մնացեք միշտ վանացանի ունգընտի